Երանի անցյալից կարճ մարդիկ մեկ վարքյանով տեսնեին, թե որքանով է ստոպ տալիս իրենց կյանքը անցյալից կարճելը։ Դրա մեջ մտնում են անցյալի սխալ որոշումները, սխալ քայլերը, անցյալի կորուստները եւս, եւ ամեն օր սոցցանցային բոլոր հարթակներում հրապարակում են անցյալի հետ կապված ինչ-որ հուշեր ու անընդհատ ոտքի կանգնելու մասին գրառումներ, ընդ որում իմանում ես, որ պատմությունն արդեն 3, 4, 5 կամ ավելի տարիների վաղեմություն ունի, բայց իրենք դեռ դա հիշում են, իրենք դեռ փորձում են դրանից ազատագրվել, ոչ ոք չի ցանկանում շփվել մարդկանց հետ, գործընկերություն անել, համագործակցել, ամուսնանալ, ճամփա ընկերանալ այն մարդու հետ, ով կախված է անցյալից, ով իր բեռը դեռ չի իջեցրել, բայց գալիս է, որ քեզ հետ քայլի, քեզ հետ կյանքի որևէ ընթացք ապրի։ Դա հավասար է նրան, որ դու քո բեռն ունես, քիչ է, ես հեսա իմն էլ հետս եմ բերել, պատրաստի որ սա տանելու ես ամեն օր լսելու ես իմ խնդիրների մասին, որոնք ես ինքնուրույն չեմ կարողացել լուծել, լուծելու ես դու։ Ես հասկանում եմ, որ շատ որոշումներ, դիպվածներ, դեպքեր ու կորուստներ կան, որոնք մեր ներկայի վրա բավական լուրջ ազդեցություն են թողել, բայց սովորեք դրանց մասին գոնե քիչ բարձրաձայնել կամ հաղթահարել լռելային, այլապես մի զարմացեք, որ ձեր կողքը այս պահին շատ քիչ մարդիկ կան, ովքեր կցանկանան գոնե խոսել, զրուցել ձեզ հետ, ավելին էլ չեմ ասում։ Իսկ թե ինչպես ազատագրվել անցյալի խնդիրներից 21 օրում կամ գոնե ձեռնամուխ լինել դրանց արդյունավետ լուծմանը, այս մասին կխոսեմ իմ տելեգրամյան ալիքում, բաժանորդագրվելու համար գրեք նշված համարին։